Բանի Բարև ձեզ, մենք ուղիղ եթերում ենք, մեզ կարող եք հետևել Հայլի Ակումբի եւ Անժելա Թովմասյան YouTube-յան էջերով։ Իմ հյուրն է Հայ ազգային կոնգրեսի վարչապետի թեկնածու Լևոն Զուրաբյանը։ Բարև ձեզ, պարոն Զուրաբյան։ Շնորհակալ եմ հրավեր ընդունելու համար։ Շատ երկար սպասված Լավ բանակցեցինք, չէ, երկար։ Այո, շատ երկար, իմ համակրանքը երևից շատ մեծ էր, այդ գնահատելով պարոն Զուրաբյանը վերջապես այսպես համաձայնության եք, ինչ կոմպլիմենտներ դժվար է դիմանալ, տեսնում եք։ Եվ այսպես, արդեն ընտրությունների մնացել է մոտավորապես 1 շաբաթ, հա, բան չի մնացել, 1 շաբաթ է մնացել ընտրություններին, շատ ակտիվ քարոզարշավ է գնում, մենք դրա մասին կխոսենք, ես ասեմ, որ մի խնդիր կա, քանի որ առաջին զրույցներ ես որոշել եմ, որ շատ երկար, այսպես շատ խորքային բան զրույց ունենալ, ցավոք սրտի, նաև հասկանալի է, պարոն Զուրաբյան, որտեղ այս օրերին, այո, հասկանալի է, որ բոլորս ինչ շատ եթերներ ունենք, պարոն Զուրաբյանը օրը 3-4 նախ մի քանի հանդիպումներ, հարցազրույցներ, հասկանալի պատճառով մենք պիտի որոշակի սահմանափակումներ ունենանք, դրա համար ափսոս, շատ ափսոս, բայց եթե մենք ուզենանք, կարող ենք միջև ընտրություն, որտեղ ես իսկապես ուզում եմ, որ օգտակար լիներ եւ նաեւ մեր հետեւորդները ձեզ հետ շփվել, այո, միջև ընտրությունը անպայման շատ ավելի լավ, մեկ անգամ եւս կհանդիպենք։ Եվ այսպես նախ ուզում եմ ասել, որ թերևս ամենաճիշտ եթերում ասել եմ, ամենադիպուկ ճշգրիտ բնութագիրը, ասեմ, ինչ բնորոշումը տվել է Հայաստանի Հանրապետության առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը, երբ այո, ազգակործան պատուհասը, թեպետ ասեմ, պարոն Զուրաբյանը չի զիջում իր քննադատական խոսքով եւ դիպուկ գնահատականներով։ Այնուամենայնիվ, ում հոգեզավակն է Նիկոլը։ Ես կարծում եմ ինքը, այսպես ասեմ, մեր ընդհանուր անցած պատմության արդյունքն է։ Որովհետև եթե խոսում ենք հոգեզավակի մասին, իդեպ ես որ ընտրողների հետ հանդիպում եմ, շատ պատահում են, ասենք 100-ից 1 պատահում համար, որ ասում են, հա բայց ձեր բերածը չի, դուք եք չէ բերել իրան բան այսպես։ Հիմա ես բոլորին բացատրում եմ, եղբայր 2008 թվականի նախագահական հայտի ժամանակ Տեր-Պետրոսյանի 24 կուսակցություն քաղաքական ուժ միացան մեզ։ Այսինքն Ստեփան Դեմիրճյանը, Արամ Սարգսյանը, Ժուկը, չգիտեմ, մարքսիստական անգամ կուսակցությունը, չգիտեմ, մեծ տենց դիապազոներ էլի քաղաքական ուժերի, որ միացան։ Է մեկն էլ Նիկոլ Փաշինյանի այդ գլխավորած այլընտրանքներ։ Հիմա ինքը եկել 24 ուժերից մեկի։ Հա, ինքը այսինքն մենք ոչ մեկին չենք մերժել այդ ժամանակ, 24 ուժեր եկել են, հիմա մենք սելեկցիա չենք անում։ Այ դու չսատարես, դու սատարի եւ այլն։ Ինքը եկել է, օգնել է Տեր-Պետրոսյանի հայտին։ Ոչ թե մենք ենք իր թիմի մեջ մտել, ինքն է եկել մտել մեր թիմի մեջ, ընդ որում նվիրված, ասելով, որ պատերազմ, թե խաղաղություն, այդ Տեր-Պետրոսյանի հոդվածը դա այն նու աստվածաշունչ բառը չէր ասում, բայց ասում էր այն հիմքն է, որին ով որ հավատարիմ է, դա էլ կազմում է Տեր-Պետրոսյանի թիմը։ Այդ իր ասած խոսքերն են։ Հիմա մենք ինչ անենք, որ ինքը հետո եկավ, մտավ, մեր պլատֆորմով ընտրվեց 2012 թվին ազգային ժողով ու անմիջապես խզեց կապերը մեր հետ։ Անմիջապես 12 թվականից մեր կապերը խզված են իր նախաձեռնությամբ։ Այսինքն ինքը ուղղակի օգտագործեց Հայ ազգային կոնգրեսի Ինչ հիմնավորում էր վերում, եթե կարճ ասենք։ Ինչ որ մի հիմնավորում, ինչ որ բան պիտի բերեր։ Ինքը սկսեց, այսինքն ինքը ուներ այդ պլանը, որ ինքը օգտագործում այդ պլատֆորմը, հետո արդեն պետք է դառնա ինքնուրույն ընդդիմություն։ Ընդ որում ինքը անգամ մանիֆեստ գրեց, որ մեզ պետք է ոչ թե իշխանափոխություն, այլ ընդդիմափոխություն։ Այսինքն իր ամբողջ նպատակը այն էր, որ փոխարիներ Տեր-Պետրոսյանին Իրանով։ Այսինքն ասել, որ սա հոգեզավակ է, մի քիչ բան է, էլի։ Բայց կա այդ հարցը, օրինակ դուք եք ասում, որ այն պատահում է։ Պատահում է։ Ես ասեմ, ահագին հաղթահարված է, եւ այն բանից ակնհայտ է, չէ, որ ասենք մենք իրան որպես չարիք ենք ընկալում։ Ակնհայտ է, որ եւ Տեր-Պետրոսյանը, եւ ես, եւ Արամ Մանուկյանը եւ ընդհանրապես մեր կուսակցությունը շատ չոր գնահատականներ։ Իսկ սկզբանե կար թերահավատություն։ Դա օրինակ Լևոն Տեր-Պետրոսյանի մոտ նկատել էր, երբ որ ինքը արդեն, երբ որ իրան բերեցին իշխանության։ Գիտեք,
առաջի սիմպտոմները զգացվեցին, երբ որ ինքը բանտից դուրս եկավ, ինքը արդեն ուրիշ ձև էր, ինքը արդեն ոնց որ հոգու խորքում բան էր, նախապատրաստում էր այդ ընդդիմա փոխությունը։ Դա զգացվում էր։ Բանտում նկատի ունեք այն ժամանակ 11 թվից, որ 11 թվին երբ որ բայց այդ առաջին հանրահավաքի ժամանակ Լևոն Տեր-Պետրոսյանը, ինչպես ասում են, իր տեղը ցույց տվեց։ Ես ենթադրում ինքը մտածում էր, ինքը առաջնորդ է, այդ որ արդեն հանրահավաքներ սկսեցին, ինքը այնպես էր ապավոր իբրև առաջնորդ է եկել, մարդը նստել եկել է, բայց ինքը իրան ասեցին գնա հանրահավաքները վարի։ Ճիշտ է, բայց արդեն լարվածությունը սկսել էր, որտեղ ակնհայտ էր, որ ինքը ուրիշ պլաններ ունի։ Էլ չասած, որ ուրիշ պլաններ ունի։ Ակնհայտ է չէ, որ պլաններ ունի, որ ինքը դառնա լիդեր, այսինքն ինքը պետք է այդ էր իր բանը, իր ամբողջ նպատակը ընդդիմության լիդեր դառնալն էր։ Ու դա զգացվեց, որ ինքը այլևս բացարձակապես հավատարիմ չի այդ մեր սկզբունքներին, ինքը ուրիշ նպատակ ունի։ Հիմա մեր համար ամեն ինչ պարզ էր 12 թվին։ Ինձ համար 11 թվին։ Դուք չէիք սպասում, որ 18 թվականին առաջարկներ կանի, ինչ որ պաշտոններ, ինչ չէիք սպասում, մի քանիսը։ Բայց ում էր պետք իր առաջարկները կամ չենք ընդունել ոչ մի դեպքում, այսինքն մեզ համար նա կներեք, մի հատ չմոռանանք, եղավ 15 թիվը։ 15 թիվ 16-ը, երբ որ եղավ այդ ՊՊՑ-ի գնդի գրավման այդ ամբողջ իրադարձությունները եւ եթե հիշում եք, ինքը գնաց մասնակցելու այդ բաներին, այդ ցույցերին եւ իրան դուրս հայտ արարեց, իրան դուրս արեցին, բայց ինքը մի հատ հավաք արեց այնտեղ, որտեղ ասեց, որ Լևոն Տեր-Պետրոսյանն ու Սերժ Սարգսյանը դավադրություն են կազմել հայ ժողովրդի թիկունքում, նրանք պատրաստում են 5 շրջանը։ Այո։ Այդ խոսքը Լեռնային Ղարաբաղից դուրս 5 շրջանի մասին է։ Այդ հետ տալ եւ գնալ ինչ որ բան է փողզիջման բան, թող բանը Ալիևը փողզիջումից խոսա, նոր մենք տենց բաներ կմտածենք, բան եւ այլն, վերջը ինքը այդ Ղարաբաղյան խնդրի այդ կարգավորումը, որը 16 թվին դրված էր Սերժ Սարգսյանի սեղանին, որը 19 թվին դրվեց նաեւ իր սեղանին, ինքը դա համարում էր դավադրություն։ Այսինքն հրտեսեք է 2007 թվին ինքը ասում էր Լևոն Տեր-Պետրոսյանի Ղարաբաղյան այդ մոտեցումները ճիշտ են եւ մենք իր թիմն ենք հենց դրա պատճառով 15 թվին ինքը արդեն համարում էր Տեր-Պետրոսյանին դավաճան, որը ուզում է այդ 5 շրջանը Պարզեց ամենամեծ դավաճանիկն էր, որ ասեց, երբ որ պարզեց, որ իր սեղանին եղել է, իսկ ինքն ասում է չի եղել, չէ՞, դու այդ շատ կարևոր բան, այդ շատ կարևոր։ Առաջին այդ բան հայտարարությունն էլ դուք արեցիք, որ ոչ միայն արեցինք, մենք պնդեցինք, որ կա տենց պլան, որը ինքը գաղտնի է պահում, որ ինքը ժամանակին ունեցել է եւ չի ներկայացրել ժողովրդին, թաքցրել է եւ իրականում մերժել է այդ պլանը։ Գնացել է, ասենք, հիմա եկեք բան անենք, էլի, ես մեր հանդիսատեսը պետք է իմանա։ Ուրեմն 2019 թվականին Նիկոլ Փաշինյանի սեղանին դրվել է Ղարաբաղյան հակամարտության կարգավորման պլան, ըստ էության խաղաղության հաստատման պլան, որի մեխը հետևյալն էր. մենք պետք է 5 շրջանը, Աղդամը, Ջեբրայիլը, Ֆիզուլին, Ղուբատին եւ Զանգելանը հետ տանք, այսինքն այն շրջանները, որոնք ադրբեջանաբնակ էին եղել, կոնֆլիկտից առաջել եւ մենք պետք է դրանք հետ տայինք եւ պահպանելով հայկական վերահսկողությունը Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի ամբողջ տարածքի դրան գումարած ամբողջ Լաչինի շրջանը եւ ամբողջ Քելբաջարի շրջանի նկատմամբ մենք պետք է հաստատեինք խաղաղություն, ընդ որում երաշխավորված գերտերությունների կողմից, Ռուսաստանի, Միացյալ Նահանգների, Ֆրանսիայի, ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի կողմից միջազգային խաղաղարար ուժերով։ Երանելի պլան, ընդ որում մենք մոտավորապես պատկերացում ունենք այդ պլանի մասին, բայց մենք այդ դետալներին, մանրամասներին չենք տիրապետում։ Եվ մենք երբ որ պնդում էինք, ասում էինք, հələ դու հրապարակի այդ պլանը, տեսնենք դու ինչ ես մերժել։ Ինքը երբ որ հրապարակեց, ասեմ, ես զարմացած էի, որովհետև ես չգիտեի, որ այդքան լավ պլան ա եղել, այդքան երանելի պլան ա եղել։ Որովհետև ասում եմ, մենք ըստ էության Ղարաբաղը դառնում էր միջազգային իրավունքի սուբյեկտ։ Ինչի՞ այդ փուլում չգնաց դրան, որ այդպիսի պայմաններ կար եւ հետո գնաց
Տեղին է իր ժամանակ առ ժամանակ հիշել 5 միլիարդի մասին, որ շրջանառվում է վերցրել է 5 միլիարդ Այդ Նիկոլը։ 5 միլիարդն էլ Այսինքն ծախել է 5 միլիարդ։ Այդ որ ասում ես գժի տեղից դրեցի դուս եկա, բա։ Այդ 5 միլիարդը հետեւյալ խոսակցությունն ա եղել։ Ուրեմն Պուտինը ու կարծեմ Լուկաշենկոն, թե Նազարբայևը։ Լուկաշենկոն առաջարկում։ Ասել են, որ բացի նրանից, որ դու այդ կունենաս, այսինքն Ղարաբաղի իրաքերբաժանությունը, դու կստանաս նաև 5 միլիարդ դոլար Արցախի զարգացման, Հայաստանի զարգացման համար։ Այսինքն այդ առաջարկը փորձում էին ավելի գայթակղիչ սարքել իր համար։ Դա ոչ թե իր գրպանը պետք է դնեին, դնում էին բանը Լեռնային Ղարաբաղի զարգացման վրա։ Ինչու այդ փուլում չգնաց դրան, որ ասում եք հետո։ Այ հիմա գալիս ենք, նայեք, հնարավոր է երկու վերսիա։ Կամ ինքը ապուշա դրա համար թե ծախված դավաճան է։ Կամ ինքը ապուշա, անշնորհքա, տգետա, այսինքն ինքը մտածելա, որ բանա չի կարելի էլի տենց զիջումների գնալ, բան եւ այլն, ժողովուրդը ինձ բան կհոշոտի, բան եւ այլն, կամ այս տարբերակն է։ Կամ կներեք, ես գնալով ավելի հակվում եմ այն տարբերակի, որ ինքը հետապնդել է ինչ որ արդեն նպատակ այդ ժամանակից ինքը ենթարկվել է շատ կոնկրետ հրամանների։ Ինչի եմ ես այդպես կարծում, որտեվ մի հատ էլ հանգամանք կա, որը ինձ հուշում է դա, ես դրա մասին արդեն խոսել եմ, բայց հիմա առիթա խոսենք, դու գիտեք, որ մեր այս ծրագրի, նախընտրական ծրագրի մեխերից մեկը հայ-իրանական երկաթուղու կառուցումն է, որով պետք է զուտ հայկական տարածքով, ասենք Հայաստանը կապվի Զանգեզուրով, Կապանով, չգիտեմ, բանով, Մեղրիով, Ագարակով Իրանի հետ, որը մեզ կտա բազմաթիվ առավելություններ, 1000 անգամ խոսել եմ, եթե պետք լինի էլի կանդրադառնանք այդ թեմանային։ Այդ պլանը եղել է մշակված 2013 թվականին արդեն վերջնական տեսքով China Construction չինական շինարարական կամպանիայի էքսպերտիզան ու այդ ամբողջ մշակումը մեր ձեռքում կա 200 էջանոց փաստաթուղթ 60 թունելով 84 կամուրջով եւ այլն եւ այլն բոլոր հաշվարկները կատարած ամեն ինչ կա այդ պլանը պետք է գործի դրվեր 2018 թվին երբ որ ինքը եկավ իշխանության եւ գնաց ասենք Սինցիպինի կողքներ նստում չգիտեմ Պուտինի կողմ մի խումբ մարդիկ ես էլ օգնում էի որպես քաղաքական կոնսուլտանտ շատ ազդեցիկ մարդիկ այդ պլանը որոշեցին նորից կյանքի կոչել մենք գնացինք փորձեցինք հանդիպել սկզբից Արշակյանի հետ էինք հանդիպել այդ Հակոբ Արշակյանը ինքը այն ժամանակ տրանսպորտի նախարարն էր ինքը շատ ողջորվեց ես ու Աշոտ Սաֆարյանն էինք գնացել բանը նախկին արդյունաբերության նախարարը ինքը շատ ողջորվեց տարավ Նիկոլին ա տվել Նիկոլը ասելա չէ դու մի զբաղվի թող Մահեր Գրիգորյանը զբաղվի Մահեր Գրիգորյանը որպես փորձառու ապարատչիկ ուղարկել էր այդ պլանը կառավարության ու տարբեր ճյուղերին կոնկրետ նախարարություններին էկոնոմիկայի նախարարությանը եւ մյուսն էլ բանին այդ աննիչա տրանսպորտի եւ ենթակառուցվածքի նախարարությանը մենք մտանք քննարկումների շարքի մեջ այդ ժամանակ էկոնոմիկայի նախարար փոխնախարար Վարուս Սիմոնյանը նաև հայ-չինական միջկառավարական հանձնաժողովի համանախագահն էր։ Այսինքն նստել ենք մանրամասն հաշվարկնելով ամեն ինչ քննարկել ենք էկոնոմիկայի նախարարությունը ուղղակի հիացած էր։ Եվ գրել են այդ նամակը, ես այդ նամակը ունեմ։ Հետո դա կասեցվեց։ Գրել են նամակը, որ մի քիչ կարճ ասենք, որ մյուս հարցերին էլ, հետո պիտի ինձ կարճ ասենք, բոլոր անհրաժեշտ հավանությունները ստացվել է, գնացել է Մայր Գրիգորյանի մոտ, եւ այդ պլանը կասեցվել է Նիկոլ Փաշինյանի անձնական որոշմամբ, որը ոչ ոք չի հասկանում ինչի է տենց եղել։ Հետո հասկացանք, չէ՞, բայց։ Այ հիմա ես որ համադրում եմ, երբ որ համադրում եմ 2019 թվի այդ հոյակապ պլանի մերժումը։ Հետո Բոլթոնի գալը։ Հետո դուք ձեր հարցազրույցներից մեկի ժամանակ նկատել էիք, որ այնպես չի որ ձեզ էլ այդպիսի բաներ չէին ասում, չէ, Իրանի հետ հարաբերությունները խզել, փակել են ժամանակ, բայց որ ողջամիտ հայ չի հասկանում, դա կեսական նշանակություն ունեցող տարածքի երկրից կարելի է։ Ուրիշ քայլեր էլ արել։ Բանի այդ Չինաստանի դեմ ինքը քայլեր էլ արել այդ ժամանակ, երբ որ ամերիկացիք ստեղծեցին մի հատուկ կազմակերպություն։ Այսինքն ձեր կարծիքով արդեն ինքը 18-ից այդ ուժերի հետ ոչ ոք չի հիշում մի հատ շատ կարևոր բան։ Հիշում այն պրանկստերներին ռուսական գիտեք, այն Վովան եւ Լեքսուսին։
Չէ։ Հայտնի պրանկանողներն են, էլի զանգում են տարբեր պետական գործիչներին, արևմուտքի եւ ասենք ներկայանալով ասենք ինչ որ գործիչ իրանց հետ խոսակցություն են վարում, դա տեսագրում են ցույց է տալիս։ Հա, իհարկե գիտեմ։ Վովան ու Lexus-ը, հայտնի բան։ Սա մոռացել են այն հայտնի իրանց պրանկը, երբ որ հենց 18 թվականին, երբ որ Նիկոլ Փաշինյանն եկավ իշխանության, իրանք զանգեցին Բորիս Ջոնսոնին, որը այդ ժամանակ foreign secretary-ն էր, բանի այդ միացյալ թագավորության արտգործնախարարն էր։ Հիմա շատ հետ իրանք ներկայացան Նիկոլ, այսինքն Նիկոլ Փաշինյանը, կեղծ Նիկոլ Փաշինյանը խոսում է իրական Բորիս Ջոնսոնի հետ։ Այդ խոսակցությունը բոլորին իհարկե։ Այնտեղ ուրեմն կեղծ Նիկոլ Փաշինյանը հարցում է Բորիս Ջոնսոնին, թե ես ուրեմն sense նոր եմ ընտրվել, բան եւ այլն, հիմա պիտի գնամ Պուտինի հետ հանդիպեմ, մի հատ կարող եք խորհուրդ տալ ոնց վարվեմ Պուտինի հետ եւ այլն եւ այլն։ Եվ Բորիս Ջոնսոնը կարծելով որ դա Նիկոլ Փաշինյանն է, իրան խորհուրդներ է տալիս, որոնցից հետևում է որ այդպես ասենք խոսեն մի մարդու հետ, որը քո ազդեցության գործակալն է։ Ասում է ուրեմն այ զգուշ կլինես, Պուտինին չջղայնացնես, Պուտինի հետ այսպես կխոսես, հիմա շատ վտանգավոր է եւ այլն, որ եւ այդ ուղղակի խորհուրդ եմ տալիս այդ բանը նայեք։ Հա, այսինքն ոնց որ քո ազդեցության բանի գործակալի հետ կխոսես, այդպես էլ խոսում ես։ Այս բոլորը մոռացել են։ Հիմա ասենք լավ, օքեյ, Վովան Lexus-ը այդ բանն իրանք ասենք FSB-ի հետ են աշխատում, չգիտեմ, բանի ասենք գործակալներ են, ինչ են, ինձ դա չի հետաքրում։ Այն կողմը իսկական Բորիս Ջոնսոնը, որը ցույց է տալիս իրական ով է Նիկոլը եւ ում հետ գործն է, շատ լավ։ Այսինքն չէ, մի հատ ամփոփենք այս մոտ, այսինքն ըստ տպավորություն է ստեղծվում, որ իր բոլոր քայլերը Նիկոլ Փաշինյանի 18 թվականից սկսած եւ այդ 2019 թվականի պլանի մերժումը եւ այդ երկաթուղու պրոյեկտի մերժումը, դրանք բոլորը նրա համար են արվել, որ մենք ի վերջո այս ջախջախիչ պարտություններով անցնենք ու ընդունենք Զանգեզուրի միջանցքը։ Այս մենք պետք է հասկանանք։ Եվ միգուցե ժամանակն է, որ մենք ազդեցության գործակալին ուղարկենք Գրողի ծոցը ինչու՞ չէ։ Ես ավելի վատ կարտահայտվի։ Ասեք, մի զսպեք ձեզ։ Չէ, կոռեկտության սահմաններում, բայց այնպես որ Իսկ թվում կարող եք նաև Ժորժ ջան, ամեն մեկը ըստ ձեր երևակայության Բարոյական, այդ բառը մթերք ասեմ, ինչ ասեմ, ով է վերել մեր իրականություն։ Ծեփեմ, ես ինչ անեմ ներողություն, ինչ ասես։ Այ ես դրա բնութագրերը տվել եմ։ Լափել բառը լսել եմ։ Ես դրա բնութագրերը տվել եմ։ Շնաբերան, պղծաշուրթ եւ այլն եւ այլն։ Նիկոլ Փաշինյանի մասին ես այդ բոլոր գնահատականները տվել եմ։ Չէ, ինքն է այս հայոյախոսությունը։ Լափելու եմ, ծեփելու եմ, չգիտեմ, այս պարակտման այս մտնոլորտը, չգիտեմ, ժողովրդի մի մասը մյուս մասի դեմ հանելու այս մեծ աղմուկ, մեծ հաշվհատուկ է։ Բայց այդ ամեն ինչ տեղավորվում է։ Եթե դու գնում ես, եթե դու խնդիր ունես քո ազգային շահի դեմ գնալու, բնականաբար դու պիտի գնաս պարակտման, օգտագործես հայհոյախոսությունը, օգտագործես ճամբարավորումը, բնական բան է, էլի, արդեն հետևանք է քո վարած կուրսի։ Բնականաբար։ Իջարած դուք էլ երբեմն մեղմ եք վերաբերում, դե հասկանալ է ինչ որ մի փուլում ենք մենք պիտի մեկը մեկին չքննադատի, բայց ես օրինակ չեմ մոռանում, որ այդ բաժանում առաջինը սև ու սպիտակ հիշում եք Հայկո անով մեկը կա, որ ոնց որ թե քաղաքական գործիչ է Ջորջում հիմա էլ մտել է պայքարի մեջ, այդ շատ վտանգավոր բաներ էլի հիմա որ ասեցիք բաժանում